Ժամանակակից Երևանի ճարտարապետական դիմագծի հայրերից մեկի Ջիմ Թորոսյանի 100-ամյակը Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը նշանավորում է ցուցադրական մի նախագծով, որը շատերի համար կբացահայտի մեր ժամանակների մեծ ճարտարապետի տաղանդի միանգամայն այլ կողմը։ Հոբելյանական ցուցահանդեսն այցելուներին է ներկայացնում գեղանկարիչ Ջիմ Թորոսյանին, ոչ պակաս տաղանդավոր, նրբաճաշակ ու գեղագետ ստեղծագործողին իր 5 տասնյակ տարբեր տեխնիկաներով ստեղծված գործերով։ Թորոսյանական հրաշալի ճարտարապետական կոթողների, Երևանի քաղաքապետարանի շենքի, Կասկադի, մեմորիալ կառույցների հեղինակը այս ցուցահանդեսում բացահայտվում է որպես նուրբ գրաֆիկական պատկերների և ստվերագծերի վարպետ, փոքր ծավալի մեջ խտացնելով հոյակերտ կառույցների ամբողջ վեհաշուքությունն ու սլացքը, որոնք վերստին ընդգծում են հեղինակի գեղանկարչական տաղանդը։ Լինելով մեծ ճարտարապետ, նաև փայլուն նկարիչ էր, նույնիսկ ես կասեի պրոֆեսիոնալ նկարիչ էր, քանի որ սովորել է եւ Երևանում եւ Լենինգրադում, բայց դա իհարկե դա Ջիմ Թորոսյանը դա ճարտարապետ է 20-րդ դարի երկրորդ կեսի, 21-րդ դարի սկզբի մեծագույն ճարտարապետներից մեկը։ Ես նկատեք, որ չօգտագործեցի հայ ճարտարապետներից մեկը, որտեղ նրա նշանակությունը դուրս է գալիս, իհարկե հայ ճարտարապետ Ջիմ Թորոսյանը, բայց դուրս է գալիս ազգային, այսպես այդ շրջանակներից։ Պատահական չէ, որ հոբելյանական ցուցահանդեսը գործում է հենց Սարյանի թանգարանում։ Ջիմ Թորոսյանը բարեբախտություն է ունեցել ոչ միայն ճանաչել Սարյանին, այլև նրա հետ կապված լինել գեղագիտական արժե համակարգով, ստեղծագործական ազատաբաղձությամբ և կաղապարներից դուրս մտածողությամբ։ Մարտիրոս Սարյան և Ջիմ Թորոսյանի կապը շատ մտերիմ էր, շատ հարազատ և ջերմ, և իհարկե այդ մեծերին կապում էր սերը դեպի հայրենիք, ազգային արժեքների հանդեպ յուրահատուկ վերաբերմունք, և գիտեք, շատ հետաքրքիր է, որ և Մարտիրոս Սարյանը և Ջիմ Թորոսյանը իր աշխատանքային ամբողջ ուղում նրանք իհարկե այդ ազգայինն են պահել։ Ինչպես Մարտիրոս Սարյանը նկարում էր հայրենիքը գույներով, այդպես Ջիմ Թորոսյանը կերտում էր քարով ճարտարապետությունը։ Ցուցադրված են բացառապես բնօրինակ ստեղծագործություններ, որոնք թանգարանին է տրամադրել Թորոսյան ընտանիքը։ Թորոսյանի գրաֆիկական էջերը ստեղծվել են 60-ականների սկզբին ճարտարապետի Իտալիայում անցկացրած 10 ամիսների ընթացքում, ապա նաև Սանկտ Պետերբուրգում և իհարկե Հայաստանում ստեղծված գործերը, և օրինաչափորեն այդ բոլոր գործերում կիրակայում է հեղինակի ճարտարապետական ստեղծարար մտածողությունը։ Ջիմ Թորոսյանը ճարտարապետություն էր նկարում, երբեմն բնապատկեր, օրինակ Մասիսը, բայց դա էլ Երևանից է նկարված եւ նկատվում է, որ քաղաքը մասնակից է այդ սյուժեին։ Իսկ առաջիկայում Ջիմ Թորոսյանի հոբելյանական ցուցադրությունների շարքը կշարունակվի նրա հեղինակային նախագծերի ցուցահանդեսով, որը ճարտարապետության թանգարանում կամբողջացնի Ջիմ Թորոսյանի մեծարժեք ճարտարապետության համապատկերը։ Նոնե Ալեքսանյան, Արամ Հարությունյան, լուրեր։